Մարգարյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ավագ դասախոս գնդապետ Արմեն Գյումրյանը։ Շնորհակալություն նկատելու համար խոսենք պաշտպանության օրվա վերաբերյալ այնտեղ անդրադառնալ խնդիրներին եւ անելիքներին, հասկանանք ինչ է ներկայացնում։ Շնորհակալություն։ Գնդապետ Գևորգյան Արմեն Էդուարդի ծնված 1966 թվականի քաղաք Երևան։ Նախ թույլ տվեք առեցող տվելով շնորհավորել այս ժողովրդին մայիսյան տոների կապակցությամբ իրոք խորհուրդ կա մայիս ամսվա մեջ այն բոլոր հաղթանակները եւ բոլոր տոներին նախորդող կամ տոներ ծնող իրադարձությունները, գործողությունները դրանք ամեն մեկը միջակայքական հաստ էր այս ժողովրդի պատմության մեջ։ Շնորհավորում եմ բոլորի մայիսյան տոների կապակցությամբ իզերջանկություն ցանկանում եմ ժողովրդին։ Ես ցանկանում եմ բանակի մարտունակություն, որպեսզի այսպիսի տոներ միշտ տոնվի եւ երբևէ չխախտվի օրացույցը, երբևէ պարտություն չլինի, որ օրը փոխվի։ Հաղթանակած բանակի սպան իրեն իրավունք վերաբերում այսպես ասել։ Շնորհակալություն։ Հակաօդային պաշտպանությունը զորատեսակ է զինված ուժերի կազմում։ Հակաօդային պաշտպանության միջև անցնելու զուտ խնդիրները ես ուզում եմ մեջ բերել ԽՍՀՄ հաղթանակների մարշալ Ժուգովի խոսքը, որ այսպես է ասել. միայն հակաօդային պաշտպանության պատերազմում չես հաղթի, իսկ առանց հակաօդային պաշտպանության կպարտվես ժամանակակից ցանկացած պատերազմով։ Սա իրոք փաստ է։ Մեծ դժբախտություն է սպասում այն երկրին, որ ունակ չի հետմղել հակառակորդի առաջին զանգվածային օդային հարվածները։ Այսօր ժամանակները փոխվել են։ Պատերազմները սկսում են օդից, օդային հարձակումներից։ Բոլոր տեղային պատերազմների գործը սա ցույց է տվել։ Վերցնենք Իրաքից դուրս կանց միջև Առասլավիա վերջին պատերազմները, բոլորը սկսում են օդային զանգվածային հարվածներից, իսկ զանգվածային հարվածները հետմղել կարող են միայն հակաօդային պաշտպանության զորքերը։ Հակաօդային պաշտպանության զորքերը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կազմավորվել է 1992 թվականին, երբ որ գիտեք ԽՍՀՄ փլուզվելուց հետո տիրում էր արդեն տիրում էր անորոշություններ եւ ունեինք համաձայնություն Ռուսաստանի Դաշնության հետ տեղում հանրապետության մեջ գտնվող սպառազինության ռազմական տեխնիկայի հանձնությունն այդ ժամանակներին սեպտեմբեր ամսին ստեղծվեց հակաօդային պաշտպանության վարչությունը իր կառույցով, իր զորքերով, իր հաստիկային նրույթով։ Եվ հակաօդային պաշտպանության վարչության առաջին խնդիր դրվեց տեխնիկայի սպառազինության հանձնել ընդունելուն եւ համալրելուն։ Զինկոմիսարիատների հետ համատեղ գծվեց համալրելու ազնագազմով համալրելու հարցերը։ Հիմնական շեշտը դրվում է գրանցված խորհրդային բանակում ծառայած սպայական, ենթասպայական կազմի վրա եւ ռազմական մասնագիտություն ունեցող մարդիկ, որոնք հաշվառված են զինկոմիսարիատներով։ Եվ առաջին տարում անդամագրվեց մոտորապես 400 սպա։ 400 սպա։ Պոլիտեխնիկական ինստիտուտ ավարտած է բոլոր բուհերը ավարտած, Մերինյան ինստիտուտում աշխատած այսպիսի տղաները համալրվեցին հակաօդային պաշտպանության զորքերը ու սկսեցին ծառայել, շահագործել տեխնիկան, սպասարկել։ Այնուհետև հարց առաջ եկավ համալրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը, որովհետև խորհրդային տարիներին այնտեղ չկար հակաօդային պաշտպանության միջոցներ։ Տեղափոխվեց կարճ ժամանակում, պատերազմական ժամանակում սպառազինություն ռազմական տեխնիկան տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սարքավորվեց դիրքեր, տեղադրվեց, տեղի անձնակազմով համալրվեց, սարքվեց հրամանատարական կետեր եւ կառավարման համակարգ։ Առանց որի հնարավոր չէ շահագործել կամ հակաօդային պաշտպանությունը հնարավոր ստեղծել։ Ստեղծեց կառավարման համակարգ եւ մինչեւ այսօր դա աշխատում է հստակ։ Ուրեմն այժմ
հակաօդային պաշտպանության զորքերը կարելի է գնահատել մարդունակ, վերազինվում ենք ժամանակակից միջոցներով, հակաօդային պաշտպանության սպառազինությունը ռազմական տեխնիկան զարգացնելով եւ մարտավարությունը փոխելով մենք հակառակորդին ստիպում ենք փոխել նաեւ իր մարտավարությունը։ Այսինքն, ունենալով այդպիսի միջոցներ, ինչպիսին առկա է այսօր հանրապետությունում, մենք ստիպում ենք հակառակորդին թռչել ցածր բարձրությունների վրա, իսկ որը իրաց համար իսկ ռիսկային է։ Շատ քանակության ինքնաթիռներ առանձնացնել հակաօդային պաշտպանության միջոցների խոցման համար, որը արժե ֆինանսական միջոցներ եւ պատրաստված օդաչուներ նույնպես բերում է ֆինանսական միջոցներին։ Սա իրաց համար հակառակորդի դեմ բավականին դժվարություններ է ներկայացնում։ Հակաօդային պաշտպանության գնում ենք մոբիլ միջոցների, շարժական միջոցների, որպեսզի չկանգնենք միտեղ եւ նախորդ իսկ մեզ հայտնաբերեն, որ մենք այստեղ ենք գտնվում եւ մեզ խոցման թիրախ դառնանք։ Այսպես թե այնպես մենք խոցման համար առաջինն ենք գտնելու, որովհետեւ հակառակորդը պետք է որ չացնի հակաօդային պաշտպանության միջոցները, որպեսզի անարգել կարողանա թռչի օդային տարածությունները։ Որպեսզի մենք այդ առաջինից խոցման միջոց չդառնանք, մենք զինվում ենք մոբիլ շարժական տեխնիկաները, որպեսզի կարողանանք շուտ մեր վարտական դիրքերը փոխել, ակնկալի հակառակորդին բերենք հանկարծակի։ Ես կուզենայի նաև շեշտել միջև անցնենք հարց պատասխանին ստեղծման օրերից միջև այսօր պատերազմական գործողությունների ժամանակ խոցվել են մոտավորապես 30-ի տակի օդային հարձակման միջոց, թռչող օբյեկտ։ Հակառակորդի օդային հարձակման միջոց։ Հա, մոտավորապես 30 տակի։ Ես այսօրվա նման հիշում եմ ագել դերակողներ պատվեր ունեցել ծառայելով այսօրվա մեր պաշտպանության նախարար պարոն Վանյանի ղեկավարությամբ 90-ական թվականներին Ֆիզուլի օպերատիվ ուղղությունում մասնակցել մարտական գործողություններին, Խազոս կոչվող բարձունքի վրա հակառակորդը ուներ հրետանային մարտկոց, որը հանգիստ չէր թողում այդ տարածաշրջանի յուղերի եւ առաջադրանք ունեինք հենակետը որ շացնեն կանգարավելու։ Հարձակումը նախապատրաստված էր, արդեն անցնում էինք գրավման, եկան հակառակորդի երկու ուղղաթիռ, կրակային աջակցման ուղղաթիռներ, որը դժվարացրեց մեր գործողությունները։ BMW 2 տիպի զրահամեքենայից Ղարաբաղում տեղակայված 366 գնդից մնացել էր BMW տիպի զրահամեքենայից, կրակեցինք եւ մեկ ուղղաթիռը խոցեցինք։ Տեսարանը իհարկե տեսարժան էր, եւ շատ ոգևորեց ազնագազմին, հաջողությունը միանշանակ երևի այդքան այդպիսին չէինք սպասում, ինչպիսի ոգևորություն ապրեց զորքի եւ ինչպիսի հաջողությամբ այդ բարձունքը գրավվեց։ Քանի որ դրվագներին անցակ, այնտեղ մի լավ կապած սա, ասում են ինքնաթիռ բռնելու համար է, ճիշտ է թե ավանդույթ է։ Այո։ Ուրեմն որպես օրենք իրանք պետք է թռնեն ոչ տեսանելի, որտեղ ռադիոլокացիոն կամ ռադիոտեղորոշիչ միջոցները իրենց հայտնաբերում են։ Իրանք պետք է անցնեն տեղանքին ինչ որ sense զուգահեռ ասեմ կամ տեղանքով պատասպարված թռներ, որպեսզի իրանք չանցնեն։ Իսկ դրա համար ինչն է իրանք հարմար, դա ձորերն է։ Ձորերով գալիս են, որպեսզի ռադիոտեղորոշիչ կայանները չհայտնաբերեն, ստեղ կապել են այդ ջոպանները։ Ջոպանները դուք տեսել եք երևի հաստը, իրանք նորից իջեցված են, տակից են։ Այսինքն ինքը որս մտնելով տեղ ինքը չի կարա թռնի, կփաթաթվի եւ կգնի։ Սա նույնպես փոքր, բայց թակարդ է։ Մեկ եք ասացիք, որ ստիպում եք, որ ցածր թռնեն, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ գործել, հա, ինչպես ենք ստիպում։ Իրանք մեր հակաօդային պաշտպանության միջոցները կրակում են մինչև 30 կիլոմետր բարձրություն։ Շատ ավելի հարմար է հակառակորդին խոցել
4-ից մինչև 10 կիլոմետր բարձրությունների վրա եւ իրանք ճանաչելով ուսումնասիրելով մեր տեխնիկաները անցնում են ավելի ցածր բարձրությունների, որպեսզի իրանց մեր համար դժվար լինի իրանց խոցելը։ Իսկ ցածր թռնող օդաչուները բոլորը չէ որ պատրաստ են եւ շատ ռիսկային է իրանց համար։ Տեղանքը թույլ չի տալիս շատ խուսափառում է կարողանալ ինքնաթիռները։ Սա է բոլորներ են, ուրիշ բան այդ հաղթավայրերում իրենց ցածր թռնել, մեր մոտ դա մի քիչ դժվար է, իրանց համար դժվար է, թռչկոնների համար դժվար է դա։ Այն տեսակետն է շրջանառվում, որ Ադրբեջանի զինված ուժերի առավելությունը մեր նկատմամբ հենց ռազմական ինքնաթիռներն եւ որքանով է մեր հակաօդային պաշտպանությունը կարողանում ստեղծել բալանս հավասարակշռություն ուժերի։ Ուրեմն այդպիսին կա, իրանք ռազմաօդային ուժերը զարգացնում են, ուզում են զարգացնել, պատրաստում են օդաչուներ, այնպես չի որ քննարկեն։ Հակաօդային պաշտպանության մեր զորքերը պատրաստ է հետմոռել իրենց հարվածը։ Մենք ունենք սահմանում տեղակայված առաջին շարք կամ առաջին էշելոն, այնուհետև ունենք երկրորդ էշելոն, ասել է թե մենք կրակը էշելոնացնում ենք եւ ըստ հեռավորության եւ ըստ բարձրության։ Չենք թողելու բնակավայրերի վրա կարենան իրանք արվածնել։ Մեր այսօրվա ավելի կարևոր օբյեկտները, վարչաքաղաքական կենտրոնները, ռազմական օբյեկտները պաշտպանվում են իրանց առկա ուժերով եւ ունենք մեծ հոգ, որոնք տեղակայված են բնակավայրերը պաշտպանելու համար։ Այսինքն ասածս բերում են նրան, որ այդ էշելոնացված համակարգը այսպիսին է։ Առաջի էշելոնում գտնվում են այնպիսիները, որոնք պաշտպանում են հենց ստեղի առկա ուժերը կամ զորքերը, այնուհետև մի քիչ ավելի մեծերը երկրորդ էշելոն կամ երկրորդ շարքին կանգնած եւ հեռավորությամբ են հասնելու նրանց եւ բարձրություններով եւ այսպես երրորդը։ Ու իրանց համոզված են, որ ցույց չեն տալու իրագործել այն ինչ որ մտածել